մենք տեղեկացված չենք շատ հարցերում եւ կարծում եմ, որ բարձր օղակներում գտնվող որոշ մարդիկ նույնպես կարող են տեղեկացված չլինել, սակայն իրականությունը նա է, որ ներկա իշխանությունների քաղաքական գործելակերպը տանում է լրիվ կազմաքանդում եւ ես չեմ կարծում, որ ներկա դրությամբ կան այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են որոշակի փոփոխություններ անել։ Ես կարծում եմ, որ ներկա գոյություն ունեցող այդ ընդդիմադիրները կարծես ժամանակավոր բնույթ են կրում եւ պետք է հասունացնել այնպիսի մի ընդդիմադիր շրջանակ, որը կարողանա դիմագրավել այդ բոլոր հայցումներին, ինչու՞ չէ նաև պատրաստվել հաջորդ իշխանապողության համար։ Սա կարծես թե համառոտ իմ նկարագիրն էր այդ ձեր հարցի վերաբերյալ։ Ես ասեմ, որ երկար տարիներ ղեկավար եմ մի կառույց, որը բժշկական մասնագետները պատրաստել եւ շփվել եմ շատ երկրներում գործող կրթական համակարգին։ Հավատացում եմ, որ որևէ երկրում կրթություն այդպիսի բարձր թողի վիճակում չէ, ինչպես Հայաստանում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Հայաստանում բարձրագույն նեղ մասնագիտացված կրթություն չունեցող մարդիկ կարող են ինքնական որոշումներ կայացնել եւ ցուցումներ տալ։ Վարչապետը իր քաղաքական կինը, քաղաքացիական կինը քննարկել է եւ ձեռնարկել է մի այսպիսի կրթական ընթացական, որը կոչվել է կրթվել է նորաձևը խորագրով եւ այն համարել են խիստ անհրաժեշտ եւ ուսանելի նաեւ նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների համար կազմակերպվում են սեմինարներ, մասնակցության համար գալիս են մարզերից։ Ես լինելով բանասիրությունից հարյուրավոր կիլոմետր հեռու, սակայն թույլ տվեք անել կարճ, լակոնիկ մեկնաբանություն միայն այս վերնագրի վերաբերյալ կրթվել է նորաձևը։ Կրթվել է նորաձևը լոզունգը, որի շուրջը հավաքվել են ուսման ծարավի հարյուրավոր մասնակիցներ։ Այդ բառակապակցությունը ինձ համար անհասկանալի է։ Երկու բառից բաղկացած ճարարություն է, որի առաջին բառը ենթական պատասխանում է ով եւ ինչը հարցերին։ Ես նորից եմ կրկնում, ես բանասիրությունից հեռու մարդ եմ։ Իսկ երկրորդ բառը պետք է ցույց տալ գործողություն կամ թե ինչ է անում առաջին բառը։ Օրինակ ճիշտ կլներ կրթվել է կարևոր է, կրթվել է անհրաժեշտ է ձևերը, որտեղ կարևոր է, անհրաժեշտը բառերը ցույց են տալիս թե ինչ անում կրթվել է։ Իսկ հիմա կոնկրետ։ Իսկ նիկոլական ընտանիքին կրթվել է նորաձև է նախադասության մեջ երկրորդ բառը նորաձևը ցույց չի տալիս գործողություն, այլ ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Առանց գործողություն կատարող բառի օգտագործելով միայն կատարման ձևը կունենանք անհասկանալի ոչ հայկական աղավաղված միտք։ Ոնց որ չկա փողոցով քայլող մարդ, բայց վազում է։ Այնինչ ես մեկնաբանեցի, իմ հիշողության մեջ մնացել է իմ դպրոցական տարիներից, կարծեմ 6-րդ թե 7-րդ դասարաններից, որքան գիտեմ ամուսիններ ունեն բանասիրական կրթություն, ղեկավարում են խմբագրություն, իսկ իրականում այն է, որ իրենք ունեն կրթվելու պետքություն։ Միթե Հայաստանում չկա մեկը, որ ասի կրթվել է նորաձև է վերագիրը, միտքը չենք հասկանում, կամ Երևանի պետական համալսարան չկա դասախոս, թեկուզ դպրոցական գիտելիքները որ բացատրի, թե սփյուռքից այդ նույն բաները չբացատրեն, հայերեն լեզվի դասավանդումներ չտան Հայաստանին։ Նույն անհասկանալին նաև լսված է նաև ամբողջ Փաշինյանական խոսակցությունները։ Բազմաթիվ ծիծաղելի բառակապակցություն։ Մեկ այլ դեպքում Փաշինյանը բերում է պետություն եւ չպետություն եւ զարգացում է միտք։ Բանասիրական կրթությամբ վարչապետը չգիտի, որ չ-ժխտականը դրում է բայրից առաջ, գործողությունից առաջ, այսինքն խոսալ, չխոսալ, վազել, չվազել, ուտել, չվազել, սակայն չի դրվում գոյականից առաջ։ Չեն կարող ասել պետություն, չպետություն, ծառ, չծառ, դպրոց, չդպրոց։
Միացյալ Նահանգներում իմ ամբողջ գիտակցական կյանք եղել է բժշկական մասնագետի պատրաստումը եւ հայոց լեզուն սովորել եմ միայն հայկական դպրոցում, սակայն կարողանում եմ արտահայտել կարծես թե իմ մտքերը հասկանալի լինելու համար։ Ես արդեն հակում ունեմ կարծելու, որ այս մարդիկ ոչ միայն համարձան, նույնիսկ դպրոց էլ չեն գնացել։ Մտահոգություն կա հայաստանյան առողջապահական գործունեության հիմնականում հիվանդությունների բուժման ժամանակակից սարքավորումների արկայության եւ նրանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստման, ասեմ, որ մենք այստեղ բավական տեղեկացված ենք Հայաստանում առողջապահական գործընթացին, ինչպես նաեւ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնելու նպատակով պահանջվող անհրաժեշտ կրթական համակարգի։ Բարելաված առողջապահական գործընթաց ենթադրում է, որ պետք է բացառվեն կառավարության կողմից, ինչու՞ չէ նաև առողջապահության նախարարության կողմից պատեհ եւ անպատեհ որոշումները։ Բոլոր որոշումները պետք է լինեն կոլեգիալ, դորում նրանք պետք է ընդգրկված լինեն տվյալ որոշմանը իրազեկ եւ ճանաչված մասնագետներ։ Կառավարությունը պետք է որոշումները ընդունի միայն հարցին առնչվող մասնագետների եզրակացության հիման։ Որքան ինձ հայտնի առողջապահության նախարարությունում որոշումների մոտ գտնվող պաշտոնական անձինք հեռու են բժշկական մասնագիտությունների ոլորտից։ Խորհրդարանում առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը եւ բուժքույրի կրթության տեղակալը ինքնական օրենսդրական ակտեր չպետք է կայացնեն, այլ պետք է առաջնորդվեն իրազեկ մասնագիտությունով։ Իհարկե, հիվանդությունների հայտնաբերման ստույգ մեխանիզմը, ինչպես նաեւ կոնկրետ տվյալ հիվանդություններից զբաղվող բուժանձնակազմի որակավորումը պետք է համապատասխանի գոյություն ունեցող միջազգային չափանիշներին, սակայն ոչ այն կտրվածքով, ինչ ներկայումս տիրում է Հայաստանում։ Ներկայիս բժիշկների գործունեության մեջ կատարած փոփոխությունները, որին միացել է նաև վարչական իրավախախտումների մասին օրենքը, իր վարչական միջամտությամբ իրապես խառնաշփոթ է եւ պանիկայի մեջ է գցել ամբողջ հանրապետության ամբողջ բուժանձնակազմը։ Իսկ էությունը հետեւյալն է։ Որպես կանոն, ինչպես ընդունված է ամբողջ առաջավոր աշխարհում, բժշկական մասնագիտությամբ զբաղվող անձինք պետք է ունենան պրակտիկ աշխատանքների համար շարունակական վկայագիր, որը ողջունելի է։ Հայաստանում, որպեսզի բուժանձնակազմը իրավունք ունի շարունակել աշխատանք իր մասնագիտությամբ, պետք է առողջապահության ազգային ինստիտուտին ներկայացնի բժիշկների համար 220 եւ ինչքան հիշում եմ 140 կրեդիտներ բուժքույրերի համար, որոնք ձեռք են բերվելու հաստատված տեղեկագրերի կամ ուսումնական սեմինարների միջոցով, որոնք կազմակերպում է ազգային առողջապահության ազգային կենտրոնը։ Այն Հայաստանում գործում է 2023 թվականի հունվարից եւ բուժանձնակազմերը, բժիշկները եւ քույրերը տեղեկացված են եղել միայն 22 թվականի վերջին 1-2 ամսվա ընթացքում։ Այն կարող է ուժի մեջ լինել 5 տարի, եթե նախկին վերջին 3 տարին չեն աշխատել, հակառակ դեպքում նա պետք է հանձնեն քննությունները։ Առանց շարունակական այդ վկայագրերի գործողության կգործի վարչական իրավախախտումների մասին օրենքը, որը կտուգանի աշխատավարձի 200 պատիկ չափով, իսկ կազմակերպության, որտեղ այնտեղ պատրաստվում է աշխատել կամ աշխատում է բուժակը կամ բժիշկը, 300 պատիկի չափով։ Այստեղ խնդիրը ոչ թե շրջանցելու մեջ է այդ որոշումը, այլ նրան թե բուժաշխատող ինչպես իր կրեդիտները, որը պետք է հավաքել 5 տարվա ընթացքում, հավաքեց 1 ամսվա ընթացքում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեր հայեցողության։ Հիմա ավելի խայտարակ որոշում նախարարության կողմից, որով բոլոր բժիշկները իրավունք ունեն գործելու մինչև 2027 թվականը, որի ընթացքում պետք է անցնեն 2 քննություններ, նախապես հավաքելով առնվազն 75 շարունակական կրեդիտներ, որոնց աղբյուրները զտեղված են ըստ իրենց մասնագիտությունների համապատասխան անգլերեն, եվրոպական երկրներում եւ մնացած այլ երկրներում։ Այս մարդիկ ինչպես պետք է ուսումնասիրեն եւ այլ քննությունները հանձնեն եւ լեզուն չլինի։ Հարց. Եթե քննությունների համար հիմք եք համարում օտարալեզու տեղեկությունները, ապա որտեղ այն իրավական հիմքը, որում սերը սպիտակի վրա գրված է Հայաստանում գործում է բժշկագիտության ամերիկյան
կամ Հայաստանում գործում է ռուսական չափորոշիչները, ովքեր են հայաստանյան մտքերի գիգանտ բժիշկները, որոնց պետք է հանձնեն սովորական բժիշկները։ Երևանի բժշկական ուսումնական հաստատությունների ղեկավարը իրենց լուր համաձայնությամբ դրոշմեցին ակադեմիապես անգրագետ որոշումները։ Նույն կտրվածքով, ինչպես Երևանի բժշկական համալսարանի պատկանող կառույցը հանվեց վաճառքի։ Առաջարկում եմ Հայաստանի բժիշկներին ուսումնասիրման համար առաջավոր տեղեկություններ ներկայացնել գրագետ թարգմանական տեսքով, քննությունների անցկացումը կատարել փուլերով, եթե առաջնային են համարում միջազգային տեղեկատվություն, ապա փոփոխել առաջնային ուսուցման ամբողջ ալգորիթմը Հայաստանում, պետական մակարդակով դիմել առաջավոր երկրներին հետգուական պրակտիկան արտասահմանում անցկացնել համար, օգտվել արտասահմանում գտնվող մեր հայ բժիշկների օգնությունից։ Ամբողջությամբ հայտնի է բուժական գործընթացի մեր փոփոխությունների կայացումը ոչ տեղին եւ ժամանակաբերապետ փոփոխությունները, որոնք կազմակերպել են խորհրդարանի մշտական առողջապահական մշտական հանձնաժողովի կողմից։ Իդեպ արժե մտաբերել մի կազմակերպություն, որը Հայաստանում զբաղվում է բուժ անձնակազմի գործունեությունը թույլատրելու նպատակով շարունակական վկայակետ տրամադրել։ Դա ակադեմիկոս Աղդարբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտն է։ Այդ ինստիտուտը հաստատվել է 2019 թվականի հունիսի 17-ին, այդ ժամանակ նույն Արսեն Թորոսյանի կողմից, երբ որ նա նախարար էր։ Իդեպ հաստատվել է կանոնադրության մեջ անգլերեն տառասխալներով։ Կանոնադրության 5-րդ էջում զետեղված ինստիտուտ բառը գրված է իրենց գյուղի բարբառով ինստիտուտ։ Այդ ինստիտուտը պետք է քննություններ տա, քննություններ վերցնի այն բժիշկներից, որոնք ուզում են այդ վկայագրերը ստանալ։ Այս կազմակերպությունը նաև իրեն վերցրել է չհասկացված եւ չիրականացվող այլ պարտականություններ։ Օրինակ, բնակչության բժշկական օգնություն, բնակչության շրջանում սպասարկման կազմակերպում, հիվանդությունների կանխարգելիչ գործունեություն, բնակչության փորձագիտական գործունեություն, խորհրդավարական ծառայություններ, բնակչության առողջական վիճակի հետազոտություններ, որոնք խաբեություններ։ Իհարկե պահանջում է արմատական փոփոխ, սակայն ոչ այս եղանակով։ Դուք շատ գործ ունեք նաև առողջապահական ապահովության հարցեր լուծելու, ախտորոշիչ սարքավորումները կարգավորելու, այնուհետև անցնելու մասնագետների պատրաստմանը, նոր վերջում անցնել բժիշկներին Հայաստանից փախցնելու։ Այս իշխանությունները գիտեն հարսանիք է, բայց չգիտեն որտեղ է։ Քարփանդ անելով բոլոր ոլորտները հասել են առողջապահության։